Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում է IBC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Բաքվում հնչել է Հայաստանի օրհներգը, ըմբիշ Ջանես Նազարյանը դարձել է մինչև 17 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Դատախազությունը պահանջում է բռնագանձել 3 հայտնի գործիչների և նրանց փոխկապակցված անձանց գույքը, ինչ ունեցվածքի մասին է խոսքը։ Օլիմպիադանի փակ մնալը շարունակում է խնդիրներ ստեղծել մարզիկների և աշխատակիցների համար, երբ կվերաբացվի մարզահամալիրը և ինչ կլինի վճարված փաթեթների հետ։ Եկեղեցու և իշխանության վեճը տեղափոխվել է դատարան, ինչ մեղադրանք է առաջադրվել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին։ Հայաստանի գյուղատնտեսությունը վերջին տարիների ամենամեծ անկումն է գրանցել, որոնք են ոլորտի խնդիրների հիմնական պատճառը։ ԱՄՆ-ն հարվածել է Իրանի տարածքին։ Հայաստանի օրհներգը հնչել է Բաքվում։ Ադրբեջանում անցկացվող մինչև 17 տարեկանների ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Ջանես Նազարյանը դարձել է աշխարհի չեմպիոն։ Եզրափակչում նա 4-3 հաշվով հաղթել է Ռուսաստանը ներկայացնող Ասլանձույևին։ Նազարյանի համար սա աշխարհի առաջնության երկրորդ ոսկե մեդալն է։ Նույն տիտղոսը նա նվաճել էր նաև 2025 թվականին։ Սա Հայաստանի երրորդ մեդալն է, մինչ այդ բրոնզե մեդալներ էին նվաճել 48 կիլոգրամ քաշային Արարատ Ավետիսյանը և 51 կիլոգրամ քաշային Գևորգ Հարությունյանը։ ՀՅԴ անդամ Արա Նախշքարյանի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, հայտնել է նրա փաստաբան Հռիփսիմե Գասպարյանը։ Հիշեցնեմ, որ Նախշքարյանը ձերբակալվել էր իբր ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում։ Նա Համազգային հայ կրթական և մշակութային միության Գյումրիի գրասենյակի տնօրենն է, մտավորական Արցախի ազատամարտի մասնակից։ Միաժամանակ դատախազությունը պահանջում է բռնագանձել Ռոբերտ Քոչարյանի, Գագիկ Ծառուկյանի և Գագիկ Խաչատրյանի ունեցվածքը, ցուցակն արդեն հրապարակվել է։ Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից դատախազությունը պահանջում է բռնագանձել 75 անշարժ գույք, այդ թվում 68 բնակարան Երևանում և Կոտայքում։ Ռոբերտ Քոչարյանից պահանջում է բռնագանձել 22 անշարժ գույք, դրանցից 19-ի ընդհանուր շուկայական արժեքը գերազանցում է 11.5 միլիարդ դրամը։ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջում է բռնագանձել 193 անշարժ գույք, որոնցից 46-ը Երևանի կենտրոնում գտնվող բնակարաններ են։ Իրավական գործընթացների ֆոնին գրեթե մեկ ամիս է փակ է Օլիմպիադան մարզահամալիրը։ Մարզիչները մնացել են առանց աշխատանքի, մարզիկները առանց մարզումների, իսկ հաճախորդները չգիտեն, թե ինչ կլինի իրենց վճարած փաթեթների հետ։ Քննչական կոմիտեն դեռ չի հայտնում, թե երբ կավարտվեն գործողությունները։ Անորոշության մեջ են աշխատակիցները, մարզիկներն ու նրանց ծնողները։ Ինչ պատասխաններ ունեն Օլիմպիադանի ղեկավարությունն ու քննչական կոմիտեն, ռեպորտաժում։ Փորձում են ծաղիկները ջրեն չչորանը դրսից։ Ավելի քան 20 օր է Օլիմպիադան մարզահամալիրի դռները փակ են։ Աշխատողները, մարզիչներն առանց աշխատանքի են, մարզիկներն ու հաճախորդները առանց մարզվելու, պարապելու։ Ինչպես է այս վիճակն անդրադառնում օլիմպիադանցիների վրա։ Տարվա պլանի մեջ կար հուլիսի 26-ին մրցաշար էր, որտեղ Օլիմպիադանը մասնակցում էր 107 սանից 90 սան։ Օլիմպիադանը փակվելուց հետո 90 սանը դառավ մասնակից 20 սան։ Ինչի համար, որովհետև ծնողները չեն կարողանում բերեն Լենինգրադյանի դահլիճ, Բանգլադեշի դահլիճ։ Օհանյանի սաները հնարավորություն չեն ունեցել նորմալ պայմաններում մարզվելու։ Այն 20 հոգին են մի օր ձորում հավաքականը պարապելուց, մի օր, չգիտեմ, ստեղ
մի օր Բաքում, մի օր տնային աշխատանք գրուպայով ուղարկում են ընկերերիք, մենք այս վարժությունները արեցինք, գնահատում ենք, երեխեքին փորձում ենք չխորանանք, որ Օլիմպիավանն է պատճառը, բայց եկան մրցումների 20 հոգին էլ պարտվեցին։ Լողի մարզիչ Կարինե Թանգամյանն էլ իր եւ մյուս գործընկերների սաների համար է մտահոգված։ Հարյուրավոր սաներ մոտ 1 ամիս է չեն պարապում։ Ցավ եմ ապրում ուղակի, որ երեխաները չեն կարողանում մարզվել։ Վճարել են, վերցրել են աբոնեմենտներ եւ չեն կարողանում սպառել իրենց այցերը։ Դա ինձ համար ցավ է։ Ցավ է նաեւ իմ անձի համար, որ ես մնացել եմ անգործ եւ չգիտեմ այս երևույթը ինչքան է երկարելու եւ ինչքան է մնալու անգործ։ Օլիմպիավանցիները վարկեր ունեն, աշխատանք այս պահին ոչ։ Չգիտեն սոցիալական այս հարցը ինչպես պետք է կարգավորվի։ Սաները պլանավորված մրցույթներից հետ են մնում, այլ մարզահամալիրում շարունակել չեն կարող, նորից սկսել էլ չեն կարող, ասում է Կարինե Թանգամյանը։ Չեն կարող, որովհետև գումարն արդեն վճարել են Օլիմպիավանին։ Մտահոգություն ու հարցեր են բարձրաձայնել Օլիմպիավանի հաճախորդները սոցցանցերում։ Բարև ձեզ, Օլիմպիավանից ով է տեղյակ, բացվելու է, չի բացվելու, լողավազանի փաթեթները ինչ են լինելու, 90,000 վճարել ենք, մի քանի պարապմունք է գնացել երեխան, վստահ եմ մեր օրի լիքը մարդ կա։ Մենք էլ էինք նոր կնքել պայմանագիրը, 4 պարապմունք գնաց աղջիկս։ Հա, ձեր նման լիքը մարդ կա, օրինակ, ինչ անենք, ինչքան սպասենք, տենց անժամանակ կարողա փակվի ու էլ չբացվի, տարբերակ բի համար բան մտածել են։ Օլիմպիավանի գլխավոր տնօրենն է պատասխանում հաճախորդների հարցերին։ Երբ որ թույլ տան աշխատանքը վերսկսենք, մենք իհարկե մեր հաճախորդներին կլսենք, սառացնենք փաթեթները, կփորձենք վերականգնել այն օրերը, ինչ պետք է այն մարզվեն էլի մարդիկ։ Իսկ երբ են Օլիմպիավանի կապարակնքված դռները բացվելու, չգիտի տնօրենը։ Փորձեցինք մանրամասներ իմանալ քննչական կոմիտեից, իրենցից պարզել, երբ է ավարտվելու գործողությունները։ Մեկնաբանություն չստացանք, մարզիկները վրդովված են։ Պատկերացնում եք սեպտեմբերի 1-ից փակեն X դպրոցն ու թույլ չտան աշակերտներին սովորել։ Իմ պետության մեջ չկա փագել դպրոց։ Իմ կարծիքով աշխարհում տես պետություն չկա, որ ինչ որ բանի պատճառով 3 օրից ավել փակ պայի դպրոցին։ Ուսուցում է, չէ՞, սա էլ մարմնի ուսուցում է։ Ես ուզում եմ պատճառը հասկանամ կամ սանին բացատրեմ կամ ծնողին բացատրեմ, ասեմ, ես ինչ պատճառով դպրոցը փակվել է, հանգիստ նստում ենք տեղներս, հանգիստ։ Քննչական կոմիտեն նշում է, քրեական վարույթի շրջանակում իրականացվող քննչական գործողություններն են պատճառը, այլ պարզաբանում չկա։ Հուլիսի 6-ին մարզիկներին վաղ առավոտյան դուրս են հանել, խուզարկել։ Նույն օրը խուզարկություն էր սկսվել Գագիկ Ծառուկյանի տանն ու 70-ից ավելի հասցեներում միաժամանակ։ Անիա Բաղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ Դատարանում է իշխանության եւ հայ առաքելական եկեղեցու միջև վեճը։ Դատախազությունը դատարան է ուղարկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի 5 անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նրանք մեղադրվում են դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Մայրաթոռը մեղադրանքը չի ընդունում, պնդելով, որ խոսքը եկեղեցու ներքին գործերին միջամտելու մասին է։ Ումն է այս հարցում որոշիչ խոսքը՝ պետությանը, թե եկեղեցունը։ Հարցի պատասխանը ռեպորտաժում։ Դատախազությունը դատարան է ուղարկել ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի եւ Գերագույն հոգեվոր խորհրդի 5 անդամների վերաբերյալ քրեական գործը։ Նրանք մեղադրվում են պաշտոնեական դիրքն օգտագործելով դատարանի որոշման կատարումը խոչընդոտելու համար։ Առաջին գործը հունվարի 15-ին հարուցվել է Գևորգ եպիսկոպոս Սարոյանի դիմումի համաձայն։ Նա կարգալույծ էր հռչակվել հունվարի 27-ին։ Եկեղեցում որևէ մեկին դատարանի որոշմամբ չի, որ ձեռնադրում եւ ոցում են ծարգավակ, քահանա, վարդապետ կամ եպիսկոպոս եւ որևէ դատարանի որոշում չի, որ կարող է այդ հարցը քննարկել։ Այսինքն կարգալուծության հարցը եկեղեցու ներքին խնդիրն է եւ դատարանը այդ որոշումը չի կարող որևէ ձևով վիճարկել։ 2026 թվականի հունվարի 10-ին Գարեգին II-ի որոշմամբ նա ազատվել էր թեմական առաջնորդի պաշտոնից։ Մայրաթոռը հայտնել էր, որ պատճառը պաշտոնեական պարտականությունների թերացումն էր, լիազորությունների չարաշահումը եւ հոգեվորականների նկատմամբ ճնշումները։
Սարոյանը որոշումը բողոքարկել էր դատարանում։ Արմավիրի մարզի առաջինատյանի ընդհանուր իրավասության դատարանը միջանկյալ որոշմամբ սահմանել էր, որ մինչև գործի վերջնական քննությունը Սարոյանը պետք է շարունակի պաշտոնավարել։ Դատարանը նաև արգելել էր խոչընդոտել նրա լիազորությունների իրականացումը եւ թեմի ֆինանսական միջոցների կառավարումը։ Դատախազությունն պնդում է, եկեղեցու ղեկավարությունը շրջանցել է դատարանի որոշումը։ Մայրաթոռը հակադարձում է, դատարանն է միջամտում եկեղեցու ներքին կանոնակարգին։ Տեր Վրթանես Քահանա Բաղալյանի խոսքով աշխարհիկ դատարանը դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից եւ փորձում է լուծել հարցեր, որոնք կարգավորվում են եկեղեցական կանոններով։ Սա ընդհանրապես կրոնական հետապնդում է կամ քաղաքական, կամ չգիտեմ ոնց կարելի է ձևակերպել, նույնիսկ աննախադեպ է մեր պատմության ընթացքում երբևիցե նման դեպքեր չեն հիշում, գոնե անկախությունից հետո, որ դատարանը որևէ նմանատիպ հարց քննի, էլի, ով է քահանա, ով է եպիսկոպոս կամ Մայրաթոռ Սուրբ Էջմիածնի շնորհների բաշխման եւ կարգապահական հանձնաժողովի կայացած որոշումը աշխարհիկ դատարանը քննի։ Գործով մեղադրվողների թվում են ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II, Նաթան arczepiskopos Հովանիսյանը, Հայկազուն arczepiskopos Նաջարյանը, Վահան, Էդգար եւ Արթուր եպիսկոպոսները։ Կաթողիկոսի նկատմամբ կիրառվել է նաեւ երկրից չհեռանալու սահմանափակում։ Մայրաթոռը քրեական վարույթն անհիմն է համարում, պնդելով, որ Սարոյանի կարգալուծումն օրինական էր, իսկ դատարանը չի կարող միջամտել եկեղեցու ներքին որոշումներին։ Ասենք հաջորդ անգամ այդ նույն տրամաբանությամբ դատարանը կքննի Սուրբ Երրորդության, յան ասենք միասնական եւ անբաժանելի լինելու հարցը, կամ դատարանը կարա նույն տրամաբանությամբ Քրիստոսի բնություն, մարդկային եւ աստվածային բնությունների հարցը քննել, կամ ասենք հրեշտակների դասերի, քանի դաս հրեշտակ կա երկնքում։ Այսպիսով մի կողմում պետության պահանջն է կատարել դատարանի որոշումը, մյուսում եկեղեցու պնդումը, որ իր ներքին հարցերը պետք է կարգավորվեն եկեղեցական կանոններով։ Վեճի իրավական լուծումը կտա դատարանը։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Շարունակվում են Հայաստանի արտաքին քաղաքական ուղղության շուրջ քննարկումները։ Եվրախորհրդարանի падգամավոր Ֆերնա Կարթայզերը կարծում է, որ Եվրամիությունը կարող է ուժեղացնել ճնշումը Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում։ Նրա խոսքով Հայաստանը պետք է առաջնորդվի սեփական շահերով եւ խուսափի քայլերից, որոնք կարող են թուլացնել երկրի դիրքերը տարածաշրջանում։ Հիշեցնեմ, ավելի վաղ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հայտարարել էր, որ Բրյուսելը Երևանից պահանջում է նվազեցնել ռուսական բենզինի ներկայությունը։ Երևանը պարտավոր չէ կատարել ԵՄ պահանջները, սակայն ներկայիս կառավարությունը մարտահրավեր է նետում Ռուսաստանի հետ Հայաստանի երկարատև հարաբերություններին, այդ թվում անվտանգության ոլորտում համապատասխանեցնելով իր դիրքորոշումները ԵՄ քաղաքականությանը։ Հայաստանը պարտավորվել է աշխատել ԵՄ հռչակագրերի, որոշումների եւ գործողությունների կատարման, բարելավման, նաեւ տարբեր հարթակներում գործակցության եւ փոխադարձ ամրապնդման ուղղությամբ։ Եթե սա իրականում տեղի ունենար, դա Հայաստանը կվերածեր բացահայտ հակառուսական պետության, ինչը թվում է անխոհեմ հաշվի առնելով երկրի աշխարհագրական եւ քաղաքական դիրքը, նաեւ նրա ավելի լայն անվտանգության եւ տնտեսական շահերը։ Արտաքին քաղաքական որոշումների ազդեցությունն արդեն զգացվում է նաև տնտեսության տարբեր ոլորտներում։ Այս տարվա առաջին կիսամյակում գյուղատնտեսության ոլորտում գրանցվել է վերջին 15 տարվա ամենամեծ անկումը։ Մասնագետների խոսքով դրա պատճառը ոչ միայն եղանակային պայմաններն ու շուկայի խնդիրներն են, այլև ռուսական սահմանափակումներն ու ոլորտում տարիներով կուտակված խնդիրները։ Թեմային անդրադարձել է Սեդա Գյուրակյանը։ Գյուղատնտեսության ոլորտն այս տարվա առաջին կիսամյակում գրանցել է ռեկորդային մոտ 12% անկում։ Սա աննախադեպ ցուցանիշ է, սկսած 2010 թվականից։ Այդ տարի գյուղատնտեսությունը 13% անկում էր գրանցել։ 2010-ին պաշտոնական հրապարակված պատճառը ցրտահարությունը եւ հորդառատ էին։ Այս տարի պատճառը կրկին հյուսիսից էր, բայց պատժամիջոցների տեսքով։ Ոսկետափը Հայաստանում լոլիկ արտադրող ամենախոշոր գյուղերից է։ Տարեկան 5000-ից 6000 տոննա լոլիկ են այս գյուղում աճեցնում, հանձնում Artfood գործարանին, որտեղ պահածոյի է վերածվում եւ ուղարկվում Ռուսաստան։ Այս տարի սակայն գյուղացիների բողոքը նույնն է, Artfood-ը իրենց լոլիկները չի մթերում։
Հիմա ես մտել եմ, խաղալեմ էդի դուրս անեմ, որ ծախեմ, հետո դեր գումարը տամ խոսքի։ Ու պետությունն էլ չի սուբսիդավորում։ Հիմա մեկ էլ անգամ հավաքվել եք, դες չափը բայենք եկան, հիմա մի քիչ ոնց հարցը կառավարությանը հասել է։ Էկոնոմիկայի նախարարը սակայն տվյալներ չուներ խնդրի առաջ կանգնած բիզնեսների մասին։ Պապոյանի պնդմամբ հունիսի 8-ի առավոտյան բոլոր խնդիրները լուծվել են։ Նրանք, ովքեր խնդրի առաջ են կանգնել, աջակցություն են ստացել։ Մենք բոլորին աջակցում ենք, բոլորը աշխատում են եւ ես սկզբում նշեցի, որ նրանք ակնկալում էին ավելի բարձր գնով վաճառք, որպեսզի օրինակ նաև կարողանան փակեն իրենց վարկային պարտավորությունները, այդ մասով կառավարությունը այդ վարկային պարտավորությունների մասը իրենց վրայից վերցրել է, որպեսզի իրենք կարողանան ցածր գնով վաճառք իրականացնելու պարագայում իրենց կենսագործունեությունը շարունակել։ Ոսկետափի բնակիչը բերքը վերցրել եւ շտապում էր Մեյմանդարի շուկա, որ գոնե որոշ քանակ վաճառի։ Ափսոսում է այն գումարն ու ջանքը, որ ներդրել է լոլիկներն աճեցնելու համար։ Գյուղացու խոսքով նախկինում գործարանները լոլիկը առանց պետական աջակցության մթերում էին կիլոգրամը 43 դրամով։ Սակայն անցած տարի, երբ պետությունը սկսեց գործարանին կիլոգրամի հաշվով 10 դրամ սուբսիդիա տրամադրել, իրենց 43 դրամի փոխարեն 40 դրամ են վճարում մթերման համար։ Ճիշտ է, փողը մեզ տվել է 40-ը։ Իսկ դրա առաջ տարիները պետությունը չի սուբսիդավորել, տվել է 43 դրամով։ Հիմա այս Պարսկաստանից, որ հումք է մտնում, ավելի էժան չեն կարող ծախեն իրանց արտադրանքը արդեն։ Հիմա մի քիչ էլ դրսերի այդ խնդիրները, вообще արդեն հնարավոր լուրջ թեմա։ Յուղատնտեսության ճգնաժամը հենց այս փուլից է սկսվում, ասում են տնտեսագետները։ Պարզ է դառնում, որ նման ծայրահեղ անկման պատճառը միայն Ռուսաստան արտահանման խնդիրները չեն։ Ֆինանսավորման համակարգից սկսած մինչև բերքի մշակում եւ պահեստավորում, ոլորտը համակարգային խնդիրներ ունի։ Շատ գյուղացիներ բավականին ծանր վարկային բեռի տակ են եւ շատ հողամասեր անցնում են բանկային համակարգին, որովհետև չեն կարող շատ շարունակել։ Իհարկե խնդիրը համակարգային է։ Մենք չունենք առանձին մշակաբույսերի մշակման գեներալ պլան, որը ասում է որտեղ ինչ մշակաբույս պիտի մեջահարկվի, որտեղ ավելի արդյունավետ, չունենք ջրամատակարարման խնդիրները շատ խորն է։ Հայաստանի վարելահողերի 74%-ը ոռոգման խնդիր ունի։ Անգամ գետերի ափին գտնվող ցանկատարածությունները չեն կարողանում ոռոգվել պոմպակայանների բացակայության, ջրի թափոնային աղտոտվածության պատճառով։ Իսկ աճեցված ու մթերման ենթակա ապրանքները սառեցման ու պահպանման փուլում են խնդիրների բախվում։ Չկա սոցիալային տնտեսություններ, չունենք ագրոնոմներ, չունենք անասնաբուժերի համակարգ, իսկ այս բոլորը այն բաներն են, որ գյուղատնտեսությունը քաշում է ներքև եւ իհարկե ճիշտ է գյուղատնտեսության նախարարություն 2018 թվականից ի վեր լուծվել է էկոնոմիկայի նախարարությանը եւ այս պահին գյուղատնտեսության ոլորտում էկոնոմիկայի նախարարությունը ավելի շատ աշխատող է գրանցված քան մինչեւ 2018 թվականը, բայց արդյունքը ի հակառակ է խոսում, թե ինչ է կատարվում։ Ռուսաստանի Ռոսսելխոզնաձորի սահմանափակումների հետևանքով Հայաստանից արտահանվող ապրանքի 25%-ը սանկցիաների տակ է։ Տնտեսագետի մեկնաբանությամբ սա ցուցանիշի կտրուկ անկման հիմնական գործոնն է։ Այս տարվա առաջին կիսամյակում ոլորտում գրանցվել է 11.9% անկում, ինչը վերջին 15 տարվա ամենազգալի նվազումն է։ Դրանից առաջ ամենամեծ անկումները եղել են 2019 թվականին 7.4% եւ 2022 թվականին 5.5%։ Իսկ 2011-ից 19 թվականներին գյուղատնտեսության ցուցանիշները հիմնականում աճել են։ Բացառություն է եղել միայն 2014 թվականը, երբ արձանագրվել է 1.4% նվազում։ Սեդա Գյուրեղյան, Տարոն Ղանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ-ն գիշերը նոր հարվածներ է հասցրել Իրանի տարածքին։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ գործողությունն ավարտվել է հաջողությամբ։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն ամերիկյան ուժերը հարվածել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տասնյակ օբյեկտների։ Թիրախում են եղել հրամանատարական կենտրոններ, հրթիռային եւ անօդաչու համակարգերի բազաներ, նաեւ ծովային եւ առափնյա ռազմական ենթակառուցվածքներ։ Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ հարվածների թիրախում են եղել նաեւ Ղեշմ եւ
Շիշ կղզիները։ Ղեշմ կղզու հարվածից բնակելի տուն է փլուզվել։ Փլատակներից դուրս են բերել 2 երեխայի մարմին, եւս 3 մարդու որոնումները շարունակվում են։ Կան նաեւ վիրավորներ։ ԱՄՆ-ի ռազմական գործողություններից հետո կոշտ հայտարարությամբ է հանդես եկել երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, ընդգծելով, որ Վաշինգտոնը պատրաստ է շարունակել պատասխան գործողությունները։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները շատ ծանր հարված կհասցնի Իրանին ի պատասխան ամերիկյան ռազմաբազաների վրա հարձակման փորձի։ Նա նաև նշել է, որ այժմ հերթը Միացյալ Նահանգներինն է։ Մինչ ԱՄՆ-ն եւ Իրանը շարունակում են փոխադարձ կոշտ հայտարարություններն ու ռազմական գործողությունները, տարածաշրջանային լարվածության մասին խոսել է նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Էրդողանի խոսքով Մերձավոր Արևելքում լարվածության գլխավոր պատճառը Իսրայելի գործողություններն են։ Ըստ նրա, Իսրայելի գործողությունները խորացնում են ճգնաժամը, իսկ դրա հետևանքները տարածվում են նաեւ հարևան երկրների վրա։ Միջազգային լուրերը հավաքագրել է Գառնի Մութաֆյանը։ Իրանը մերժել է Հորմուզի նեղուցի համատեղ կառավարման վերաբերյալ Օմանի առաջարկը, այն անվանելով անհեռանկարային։ Իրանցի պաշտոնյան Reuters-ին ասել է, որ Միացյալ Նահանգները եւ Սաուդյան Արաբիան փորձում են ճնշում գործադրել Օմանի վրա, ստիպելով նրան առաջ մղել Հորմուզի նեղուցի վերաբերյալ իրենց անիրատեսական ծրագրերը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների արձակածարկն ընկել է Իրանի արևմտյան Ադրբեջան նահանգի անմարդաբնակ հատվածում։ Զոհեր չկան, միջադեպի մանրամասները պարզվում են։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը պնդում է, որ Հորմուզի նեղուցը փակ է։ Ռազմածովային ուժերի հրամանատար Ալի Ազմային հայտնել է, որ ցանկացած նավի, այդ թվում նավթային լցանավերի անցումը իրականացվում է միայն կորպուսի ռազմածովային ուժերի համաձայնեցմամբ, սակայն Մարինե Թրաֆիքի տվյալով նեղուցով երթևեկությունը պահպանվում է։ Վերջին օրվա ընթացքում Հորմուզի եւ Բաբ էլ-Մանդեբի նեղուցներով անցել է 53 նավ, դրանցից 12-ը Հորմուզի նեղուցով, ինչը 50%-ով ավելի է նախորդ օրվա համեմատ։ Իրանն ակնկալում է ստանալ չինական արտադրության շարժական հակաօդային պաշտպանության համակարգերի առաջին խմբաքանակն առաջիկա շաբաթներին։ Reuters-ի աղբյուրների տվյալով գործարքի արժեքը 60-ից 70 միլիոն դոլար է։ Սա Թեհրանի ամենամեծ փորձերից մեկն է լինելու իր կարճ հեռահարության հակաօդային պաշտպանությունն ամրապնդելու հարցում։ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի հետ հակամարտությունն սկսվելուց ի վեր։ Պայմանագրի համաձայն Իրանը ձեռք է բերում 300-ից 400 շարժական հակաօդային պաշտպանության համակարգ։ Անտառային հրդեհներ են Թուրքիայի հարավ-արևմուտքում, Մուղլա եւ Անտալիա նահանգներում։ Ուժեղ շոկի ֆոնին քամին տարածում է կրակը, այն փորձում են մարել հարյուրավոր հրշեջներ, օդանավեր եւ ուղղաթիռներ։ Կրակի տարերքն արդեն սպառնում է մի քանի բնակավայրի։ Որպես նախազգուշական միջոց իշխանությունը տարհանել է նաեւ Սեյդի-Կեմերի հիվանդանոցը։ Գերմանիայում ավելի քան 6000 աշխատակից բողոքի ակցիա է իրականացրել ծախսերի կրճատման Volkswagen-ի ծրագրի դեմ։ Ակցիային մասնակցել են նաև Porsche եւ Mercedes-ի աշխատակիցներ, որոնք մտահոգված են իրենց աշխատատեղերի կրճատման վտանգով։ Ֆլորիդայում մեկ օրում մահապատժի է ենթարկվել 2 դատապարտյալ։ Ըստ USA Today-ի առաջինը մահապատժի է ենթարկվել 68-ամյա Ջեյմս Դաքեթը, որը դատապարտվել էր 1987 թվականին 11-ամյա աղջկա սպանության համար։ 5 ժամ անց մահապատժի է ենթարկվել նաև 80-ամյա Դոմինիկ Օկիկոնեն, որը մեղավոր էր ճանաչվել 1986 թվականին իր նախկին նշանածի ծնողների սպանության համար։ Գառնի Մութաֆյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների, բայց անպամած եղանակ։ Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը ցերեկը կլինի 21-ից 27, իսկ երեկոյան 24-ից 32 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր սոցիալական բոլոր ցանցերում կամ այցելեք մեր պաշտոնական կայք www.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։ Շնորհակալություն, որ մեզ հետ էիք, կհանդիպենք։